Երևանի նոր թաղամասի 5 հարկանի շենքերով պարփակված բակում օդը թանձրացել էր ոչ թե ամառվա տոթից, այլ մարդկային զայրույթից։ Օդում կախված լարվածությունը կարելի էր դանակով կտրել։ Արթուրը 35 տարեկան մի պնդակազմ տղամարդ, որի փոքրիկ խանութը գտնվում էր հենց շենքի առաջին հարկում, կարմրած դեմքով կանգնել էր նոր տեղադրված մետաղյա ցանկապատի մոտ։ Նրա դիմաց, ձեռքերը կրծքին խաչած, կանգնած էր Գայանեն, 38 տարեկան մի կին, որի աչքերում վիրավորանքի և համառության խառնուրդ էր։ Նրանց շուրջը հավաքվել էին հարևանները, ոմանք լուռ հետևում էին, ոմանք էլ կրակի վրա յուղ լցմող շշուկներով բաժանվել էին երկու ճամբարի։ «Այս ցանկապատը մի մետր մտել է իմ տարածք», գոռում էր Արթուրը, մատը թափ տալով դեպի Գայանեի պատշգամբի տակ գտնվող փոքրիկ կանաչ տարածքը։ «10 տարի է այստեղ խանութ եմ պահում, սա իմ հաճախորդների համար նախատեսված տեղն է, ո՞վ է քեզ իրավունք տվել իմ հաշվին քո բոստանը մեծացնել»։ Գայանեն չէր զիջում։ «Ինչ տարածքի մասին ես խոսում, Արթուր, սա ընդհանուր օգտագործման հող է, ես ուզում եմ, որ երեխաներս ծաղիկների մեջ խարան, ոչ թե քո հաճախորդների մեքենաների փոշին կուլ տան, քո անարդարությունը սահման չունի»։ Բառերը փոխարինվում էին անձնական վիրավորանքներով, հին վեճերն ու դժգոհությունները մակերես էին դուրս գալիս, թունավորելով բակի խաղաղ մթնոլորտը։ Երկրորդ հարկի իր պատշգամբից այս տեսարանին տխուր աչքերով հետևում էր Վարդանը, 60 տարեկան, սպիտակ մազերով և իմաստուն հայացքով մի մարդ։ Նա այս թաղամասի հնաբնակներից էր, բոլորի կողմից հարգված մի երեց, ում խոսքը միշտ կշիռ ուներ։ Նրա սիրտը կծկվում էր, տեսնելով, թե ինչպես են տարիների հարևանները, որոնք միասին տոն էին նշել, միմյանց երեխաների մեծանալուն ականատես եղել, այժմ թշնամիների պես իրար կոկորդ կրծում մի կտոր հողի համար։ Նա տեսնում էր, թե ինչպես է համայնքի միասնությունը քայքայվում, ինչպես է սիրո և փոխըմբռնման փոխարեն տիրում կասկածն ու թշնամանքը։ Վարդանը խորը շունչ քաշեց, աչքերը փակեց և մտքում աղոթք շշնջաց։ Նրա մտքով անցան տիրոջ խոսքերը, լեռան քարոզից. «Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն»։ Այս խոսքերը դատարկ հնչյուններ չէին նրա համար։ Դրանք կենդանի պատգամ էին, գործողության կոչ։ Նա հասկանում էր, որ իր դերը պարզապես դիտորդ լինելը չէ։ Սիրելի եղբայրներ և քույրերի Քրիստոս, եթե ուզում եք ուսումնասիրել Քրիստոսի կենարար խորհուրդները և տեսնել, թե ինչպես է Աստծո իմաստությունը կարող փոխել մեր կյանքը, բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին և սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ պատմությունները։ Արդյոք ձեր կյանքում եղել են իրավիճակներ, երբ հարևանական վեճը խաթարել է ձեր խաղաղությունը։ Ինչպես եք փորձել լուծել այն՝ առաջնորդվելով Հիսուսի ուսմունքով։ Այս իրավիճակը ցույց է տալիս, թե որքան հաճախ մեր մարդկային իմաստությունը, հիմնված սեփական իրավացիության և սկզբունքների վրա, մեզ տանում է դեպի փակուղի, դեպի թշնամանք ու մենակություն։ Միայն Քրիստոսի աստվածային իմաստությունն է, որ կարող է կոտրել հպարտության պատերը և բուժել վիրավորված սրտերը։ Վարդանը գիտակցում էր, որ պետք է դառնար այն խաղաղարարը, ում մասին խոսում էր Քրիստոսը։ Բայց ինչպես հանգեցնել այս կրակը, որն այրում էր իրենց փոքրիկ համայնքի սիրտը։ Նա հասկանում էր, որ պարզապես դատապարտելը կամ վեճը դադարեցնելու կոչ անելը չի աշխատի։ Իսկական խաղաղարարությունը պահանջում է ավելին՝ ակտիվ մասնակցություն, իմաստություն և զոհաբերություններ անելու պատրաստակամություն։ Նա գիտեր, որ պատասխանը պետք է փնտրեր ոչ թե մարդկային տրամաբանության, այլ ավետարանի էջերում, իր Տիրոջ խոսքերի խորքում։ Հաջորդ առավոտ Վարդանը ճանապարհ ընկավ դեպի թաղամասի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Քարե խաչքարերով զարդարված բակը և հնամենի տուֆից կառուցված եկեղեցու գմբեթը միշտ խաղաղություն էին բերում նրա հոգուն։ Նա ներս մտավ, ծնկի իջավ Քրիստոսի ամենակալ սրբապատկերի առջև, մոմ վառեց և խորը աղոթքի մեջ ընկլվեց։ Նա խնդրում էր Աստծուց իմաստություն և համբերություն այս բարդ խնդիրը լուծելու համար։ Պատարագից հետո նա մոտեցավ Տեր Հովհաննեսին, 45 տարեկան մի քահանայի, ում հետ երկար տարիների բարեկամություն ուներ։ «Տեր հայր, հոգիս անհանգիստ է», սկսեց Վարդանը, պատմելով Արթուրի և Գայանեի միջև ծագած վեճի մասին։ «Տեսնում եմ, թե ինչպես է չարը սերմեր ցանում մեր համայնքում և չգիտեմ ինչպես պայքարել դրա դեմ։ Մտքումս անընդհատ պտտվում են Տիրոջ խոսքերը. «Երանի խաղաղարարներին»։ Տեր Հովհաննեսը ուշադիր լսեց, ապա ձեռքը դրեց Վարդանի ուսին։ «Վարդան, եղբայր իմ, դու շատ կարևոր հարց ես բարձրացնում։ Հայ առաքելական եկեղեցում մենք միշտ շեշտել ենք, որ լեռան քարոզը, երանիները, քրիստոնյայի կյանքի սահմանադրությունն է։
Տեր Հիսուսը չի ասում. «Երանի նրանց, ովքեր սիրում են խաղաղությունը» կամ «Երանի նրանց, ովքեր խուսափում են վեճերից»։ Նա ասում է. «Երանի խաղաղարարներին», այսինքն նրանց, ովքեր ակտիվորեն ստեղծում են, արարում են խաղաղություն։ Սա պասիվ վիճակ չէ, այլ ակտիվ, երբեմն նույնիսկ զոհաբերական գործողություն է։ Նրանք նստեցին եկեղեցու բակի նստարանին, և Տեր Հովհաննեսը շարունակեց. «Հիշիր, որ հունարեն բնագրում օգտագործված «էյրենոպոյոս» բառը նշանակում է կամուրջներ կառուցող, կապեր վերականգնող։ Քրիստոսն ինքը ամենամեծ խաղաղարարն էր, ով իր արյամբ խաղաղություն հաստատեց երկնքի ու երկրի, Աստծո ու մարդու միջև։ Նա մեզ կոչ է անում հետևել իր օրինակին, դառնալով Աստծո որդիներ ոչ թե անունով, այլ գործով։ Մեր պատմության ընթացքում դարեր շարունակ, երբ թշնամիները փորձում էին պառակտել մեր ժողովրդին, հենց այսպիսի խաղաղարարներն էին հոգևորականներն ու աշխարհականները, որոնք Քրիստոսի խոսքով զինված վերականգնում էին ներքին միասնությունը։ Այդ ընթացքում Արթուրն իր խանութում նյարդային քայլում էր, կնոջը բացատրելով իր արդարացի դիրքորոշումը։ «Ես իմն եմ պաշտպանում, եթե այսօր զիջեմ, վաղը գլխիս կնստեն»։ Իսկ Գայանեն իր տանը բողոքում էր ամուսնուն. «Նա միայն փողի մասին է մտածում, մի կտոր կանաչ տարածքը շատ է տեսնում երեխաներիս»։ Երկուսն էլ իրենց ճշմարտացիության մեջ համոզված փորձում էին կիրառել աշխարհիկ իմաստությունը, պայքարել, պնդել, չզիջել։ Նրանք դեռ չէին գիտակցում, որ իրենց հաղթանակը լինելու էր իրենց իսկ պարտությունը, քանի որ դրա գինը լինելու էր համայնքի խաղաղությունը և հարևանական ջերմ հարաբերությունները։ Վարդանը Տեր Հոր խոսքերից ոգեշնչված տուն վերադարձավ։ Նա բացեց իր հին ավետարանը, որը ժառանգել էր պապից, և սկսեց կրկին ու կրկին կարդալ Մատթեոսի 5-րդ գլուխը։ Նա փորձում էր ոչ թե ուղղակի կարդալ, այլ խոսքերի խորքը թափանցել, հասկանալ, թե ինչ կաներ Քրիստոսն այս իրավիճակում։ Նա գիտեր, որ պատասխանը այնտեղ է, բայց դեռ չէր կարողանում ամբողջությամբ ըմբռնել, թե ինչպես պետք է այդ աստվածային իմաստությունը վերածել գործնական քայլերի։ Հաջորդող շաբաթվա ընթացքում իրավիճակն էլ ավելի սրվեց։ Ցանկապատի շուրջ վեճը վերածվել էր սառը պատերազմի։ Մի գիշեր անհայտ մեկը Գայանեի նոր տնկած ծաղիկների վրա աղբեր թափել։ Գայանեն առանց երկմտելու մեղադրեց Արթուրին։ Հաջորդ օրը Արթուրի խանութի ցուցափեղկին ինչ-որ մեկը կեղտոտ բառ էր գրել։ Արթուրը համոզված էր, որ դա Գայանեի ամուսնու ձեռքի գործն է։ Երբեմնի աղմկոտ ու կենսուրախ բակը լռել էր։ Երեխաներին արգելել էին միասին խաղալ։ Հարևանները միմյանց հանդիպելիս կամ գլուխները կախում էին, կամ սառը հայացքով անցնում էին կողքով։ Համայնքի սիրտը հիվանդացել էր, և այդ հիվանդության անունը թշնամանք էր։ Վարդանը, տեսնելով այս ամենը, որոշեց գործել, հիմնվելով իր մարդկային փորձի և տրամաբանության վրա։ Նա մտածեց, որ եթե առանձին խոսի կողմերի հետ, կկարողանա համոզել նրանց։ Նախ նա գնաց Արթուրի խանութ։ «Արթուր ջան, տղաս, արի մի կողմ դնենք այս վեճը։ Դուք տարիների հարևաններ եք, այսպես չի կարելի», սկսեց նա հայրական տոնով։ Արթուրը կտրուկ ընդհատեց. «Հարգելի Վարդան պապի, ես ձեզ շատ հարգում եմ, բայց սա սկզբունքի հարց է։ Նա ոտնձգություն է արել իմ սեփականության նկատմամբ։ Թող քանդի ցանկապատը, հետո կխոսենք»։ Վարդանի փորձը ձախողվեց։ Այնուհետև նա բարձրացավ Գայանեի տուն։ «Գայանե, աղջիկս, միթե մի քանի սանտիմետր հողն արժե այսքան թշնամանքի։ Խաղաղությունն ավելի թանկ է»։ Գայանեի աչքերը լցվեցին արցունքով։ «Վարդան պապի, դուք չեք հասկանում, սա հողի հարց չէ, արժանապատվության հարց է։ Նա ինձ ամբողջ թաղամասի առաջ գող անվանեց։ Ես երբեք չեմ ների նրան, քանի դեռ ներողություն չի խնդրել»։ Վարդանը հասկացավ, որ իր մարդկային ջանքերը բավարար չեն։ Երկու կողմերն էլ խրամատավորվել էին իրենց ճշմարտության մեջ և չէին ուզում լսել ոչ մի փաստարկ։ Նրանք երկուսն էլ իրենց զոհ էին զգում և մյուսին համարում էին ագրեսոր։ Հուսահատված, նա կրկին այցելեց Տեր Հովհաննեսին։ «Տեր հայր, ես ձախողվեցի, իմ խոսքերը պատերին էին դիպչում, նրանց սրտերը քարացել են», տխուր ասաց նա։ Տեր Հովհաննեսը բացեց Աստվածաշունչը և ցույց տվեց Հակոբոս առաքյալի թղթի խոսքերը։ «Որտեղից են ձեր մեջ կռիվներն ու վեճերը, չէ՞ որ ձեր անդամների մեջ պատերազմող ցանկություններից։ Իմաստությունը, որ վերևից է, նախ մաքուր է, ապա խաղաղասեր, հեզ, հնազանդ, ողորմությամբ ու բարի պտուղներով լի, անկողմնակալ ու առանց կեղծավորության»։ «Տեսնում ես, Վարդան», ասաց քահանան, «մարդկային իմաստությունը, որը հիմնված է սեփական եսի, սկզբունքների և արդարության զգացման վրա, հաճախ հանգեցնում է կռիվների։ Իսկ աստվածային իմաստությունը, Քրիստոսի իմաստությունը, խաղաղասեր է, հեզ և ողորմած։
Դու փորձեցիր լուծել խնդիրը, դիմելով նրանց տրամաբանությանը։ Այժմ ժամանակն է դիմել նրանց սրտերին, Քրիստոսի խոսքի միջոցով։ Այս խոսքերը նոր հույս արթնացրին Վարդանի մեջ։ Նա հասկացավ, որ իր մոտեցումը սխալ էր։ Նա փորձում էր լինել դատավոր, մինչդեռ պետք է լիներ բժիշկ։ Նա գիտակցեց, որ Քրիստոսի խորհուրդը պարզապես բարի խոսքեր ասելը չէ, այլ հոգևոր հասունություն պահանջող խորը գործընթաց, որի համար ինքը դեռ լիովին պատրաստ չէր։ Վարդանի հաջորդ քայլը, թեև բարի մտադրություններով էր արված, իրավիճակն էլ ավելի բարդացրեց։ Ոգեշնչված Տեր-Հոր խոսքերով, նա որոշեց հրապարակային կերպով հաշտեցնել կողմերին։ Մի կիրակի օր, երբ բակի բնակիչներից շատերը դրսում էին, նա կանգնեց բակի կենտրոնում և բարձր ձայնով դիմեց բոլորին, կոչ անելով Արթուրին և Գայանեին մոտենալ։ Սիրելի հարևաններ, մենք բոլորս քրիստոնյաներ ենք։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեզ պատվիրել է սիրել միմյանց և ներել։ Մի դատեք, որ չդատվեք։ Արի Արթուր, արի Գայանե, եկեք այստեղ, սեղմեք իրար ձեռք և վերջ տվեք այս անիմաստ թշնամությանը։ Մի պահ լռություն տիրեց։ Բոլորի հայացքներն ուղղված էին Արթուրին և Գայանեին։ Նրանք իրենց անչափ անհարմար զգացին։ Արթուրը զգաց, որ իրեն հրապարակային ճնշման են ենթարկում, որպեսզի հրաժարվի իր արդար պահանջից։ Գայանեն զգաց, որ իր վիրավորանքը և ցավը անտեսվում են հանուն ինչ-որ վերացական խաղաղության։ Արթուրն առաջինը խախտեց լռությունը։ Նրա ձայնը սառն էր և զայրացկոտ։ Վարդան պապի, ձեր խորհուրդների կարիքը չունեմ։ Ես չեմ պատրաստվում ձեռք սեղմել մեկի հետ, ով իմ գույքի վրա աչք ունի և ինձ զրպարտում է։ Գայանեն էլ իր հերթին պատասխանեց. Իսկ ես չեմ հաշտվի մեկի հետ, ով ինձ վիրավորել է և իմ երեխաների խաղաղությունը խլել է։ Ասացին ու երկուսն էլ շրջվեցին ու գնացին իրենց տները, իրենց հետևից թողնելով շփոթված հարևաններին և ամոթահար Վարդանին։ Այս միջադեպը կրակը մարելու փոխարեն ավելի բորբոքեց։ Այժմ Արթուրն ու Գայանեն ոչ միայն միմյանց վրա էին զայրացած, այլև Վարդանի վրա, իրենց անհարմար դրության մեջ դնելու համար։ Վարդանը ջախջախված էր։ Նա փորձել էր խաղաղություն արարել, բայց փոխարենը պատերազմ էր արարել։ Նա մտավ իր տուն, նստեց բազկաթոռին և գլուխը կախեց։ Տեր Աստված, ես ամեն ինչ փչացրի, շշնջաց նա։ Նա թյուրիմացաբար էր հասկացել Քրիստոսի խորհուրդը։ Նա կարծում էր, որ խաղաղարար լինելը նշանակում է պարզապես կողմերին հաշտության կոչ անել, ստիպել նրանց ներել։ Նա չէր հասկացել, որ իսկական խաղաղարարությունը արտաքին գործողություն չէ, այլ ներքին վիճակից բխող գործընթաց։ Այն սկսվում է ոչ թե մեղադրանքից կամ պահանջից, այլ կարեկցանքից և խոնարհությունից։ Նրա ներսում պայքար էր ընթանում։ Մի կողմից իր մարդկային հպարտությունն էր, որը վիրավորվել էր հրապարակային մերժումից։ Մյուս կողմից Քրիստոսի իմաստությունն էր, որը շշնջում էր, որ ճանապարհը սխալ է ընտրված։ Նա հասկացավ, որ չի կարելի մարդկանց ստիպել խաղաղ լինել։ Խաղաղությունը պետք է ծնվի նրանց սրտերում, իսկ դրա համար պետք է նախ բուժել այն վերքերը, որոնք առաջացրել են թշնամանքը։ Հաջորդող օրերը Վարդանն անցկացրեց խորը խորհրդատությունների և աղոթքի մեջ։ Նա խուսափում էր բակ իջնելուց, ամաչելով իր անհաջողությունից։ Նա զգում էր, որ հասել է իր հոգևոր ճանապարհի փակուղուն։ Մի երեկո, երբ նստած էր իր պատշգամբում և նայում էր դատարկ, լուռ բակին, նրա հիշողության մեջ արթնացավ մի պատմություն, որը պատմել էր իր պապը։ Պատմություն Գեղարդի վանքի մասին էր, թե ինչպես են վանականները դարեր շնորհակ համբերությամբ քար առ քար փորել ժայռը, ստեղծելով հավատի և աղոթքի մի աննկարագրելի տաճար։ Նրանք չեն փորձել պայթեցնել կամ կոտրել ժայռը, նրանք համբերությամբ, սիրով և աղոթքով աշխատել են, ժայռի սիրտը վերածելով սրբավայրի։ Այս միտքը կայծակի պես խոցեց Վարդանի գիտակցությունը։ Սա շրջադարձային պահն էր։ Նա հասկացավ իր սխալը։ Արթուրի և Գայանեի սրտերը նման էին այդ ժայռին, կարծրացած վիրավորանքից և հպարտությունից, իսկ ինքը փորձում էր դինամիտով պայթեցնել այդ ժայռը, պահանջելով անհապաղ հաշտություն։ Նա վերջապես հասկացավ Հիսուսի խորհրդի իրական, խորը իմաստը։ Խաղաղարարը ոչ թե նա է, ով պահանջում է խաղաղություն, այլ նա, ով համբերությամբ, քար առ քար հանում է թշնամանքի պատնեշները մարդկանց սրտերից։ Նա, ով դատավորի դիրքից իջնում է ծառայի դիրքին, նա, ով պատրաստ է ինքը կլանել վիրավորանքի մի մասը, ցավի մի մասը, որպեսզի կողմերի համար ճանապարհ բացի դեպի միմյանց։ Նա հիշեց Քրիստոսի խոսքերը. «Ով ուզում է ձեր մեջ մեծ լինել, թող ձեզ համար սպասավոր լինի»։ Իսկական խաղաղարարությունը ոչ թե ուժի, այլ խոնարհության դրսևորում է։ Այդ գիշեր Վարդանը երկար աղոթեց։ Նա այլևս չէր խնդրում Աստծուց, որ Արթուրն ու Գայանեն փոխվեն։ Նա խնդրում էր, որ Աստված փոխի իրեն։
որ իրեն տակ կարեկցանքի սիրտ, լսելու ունակություն և ծառայելու պատրաստակամություն։ Նա բացեց ավետարանը և կարդաց Փիլիպպեցիներին ուղղված Պողոս առաքյալի խոսքերը. «Թող ձեզնից յուրաքանչյուրը ոչ թե իրենը փնտրի, այլ ուրիշինը ևս։ Ձեր մեջ թող լինի այն նույն խոնարհ միտքը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր»։ Այս հոգևոր ըմբռնումը ամբողջությամբ փոխեց իրավիճակի նրա ընկալումը։ Խնդիրը ցանկապատը չէր, խնդիրը մարդկանց սրտերում առաջացած վերքերն էին, և այդ վերքերը բուժելու համար պետք էր ոչ թե դատաստան, այլ սեր և ողորմություն։ Վարդանը զգաց, թե ինչպես է իր հոգուց մի ծանր բեր ընկնում, նա այլևս չէր զգում իրեն անհաջողակ դատավոր, այլ զգում էր իրեն կոչված բժիշկ։ Նա հասկացել էր, որ իր առաքելությունը ոչ թե հաղթողին ու պարտվողին որոշելն է, այլ երկու տառափող հոգիների օգնելը գտնել ու դեպի միմյանց տանող ճանապարհը, Քրիստոսի իմաստության լույսի ներքո։ Հաջորդ օրվանից Վարդանը փոխեց իր մարտավարությունը։ Նա այլևս չէր խոսում վեճի, ցանկապատի կամ հաշտության մասին։ Նրա նոր զենքերը դարձան լուր ծառայությունն ու անկեղծ ուշադրությունը։ Մի առավոտ նա տեսավ, որ Արթուրը փորձում է իր խանութի ծանր ցուցանակը միայնակ տեղադրել։ Առանց որևէ խոսք ասելու Վարդանն իջավ բակ, մոտեցավ և օգնեց նրան։ Արթուրը զարմացած նայեց, բայց շնորհակալություն հայտնեց։ «Շնորհակալ եմ, Վարդան պապի», մի փոքր շփոթված ասաց նա։ «Աստված օգնական տղաս», ժպտալով պատասխանեց Վարդանն ու գնաց։ Մի քանի օր անց նա տեսավ, թե ինչպես է Գայանեի փոքրիկ տղան ընկնում և ծունկը վիրավորում։ Գայանեն, գնումներով ծանրաբեռնված, խուճապի էր մատնվել։ Վարդան անմիջապես մոտեցավ, երեխային գիրկն առավ, հանգստացրեց նրան և օգնեց Գայանեին տուն հասցնել ծանր պայուսակները։ «Շատ շնորհակալ եմ, Վարդան պապի, չգիտեմ ինչպես շնորհակալություն հայտնեմ», ասաց Գայանեն արցունքներն աչքերին։ «Առողջություն թոռնիկիս», պատասխանեց Վարդանը և հեռացավ։ Համայնքը նկատում էր այս փոփոխությունները։ Սկզբում շատերը չէին հասկանում Վարդանի պահվածքը։ Երևի հասկացավ, որ իրենից բան չի ստացվի, որոշել է չխառնվել, շշնջում էին ոմանք։ Նրանք, ովքեր սպասում էին դրամատիկ հանգուցալուծման, հիասթափված էին։ Սակայն կային նաև մարդիկ, ովքեր տեսնում էին Վարդանի գործողությունների խորը քրիստոներական իմաստությունը։ Նրա կինը, տիկին Անահիտը, մի երեկո ասաց նրան. «Վարդան ջան, դու հիմա ավելի շատ բան ես անում, քան երբ բարձր խոսքերով հաշտության կոչ էիր անում։ Դու նրանց ցույց ես տալիս Քրիստոսի սերը գործով»։ Տեր Հովհաննեսը, լսելով այս մասին, նույնպես քաջալերեց նրան. «Դու ճիշտ ճանապարհի վրա ես, եղբայր, դու հողն ես փափկեցնում, որպեսզի հետո խաղաղության սերմը կարողանա ծլել։ Հիշիր Տիրոջ առակդ սերմնացանի մասին, քարքարոտ հողի վրա սերմը չի աճում»։ Վարդանի օրինակը սկսեց վարակիչ լինել։ Մի քանի հարևաններ, ովքեր նախկինում խուսափում էին միմյանցից, սկսեցին նորից բարևել իրար։ Դեռևս կային կասկածամիտներ, որոնք կարծում էին, թե այս ամենը ժամանակավոր է, և վեճը շուտով նոր ուժով կբորբոքվի։ Սակայն Վարդանի համբերատար և խոնարհ ծառայությունը ստեղծում էր մի նոր մթնոլորտ, որտեղ ատելությունն այլևս իրեն այնքան հարմարավետ չէր զգում։ Նա ոչինչ չէր պահանջում, ոչինչ չէր ակնկալում։ Նա պարզապես սեր էր տալիս, հետևելով իր Տիրոջ օրինակին, ով եկել էր ոչ թե որպեսզի իրեն ծառայեն, այլ որպեսզի ինքը ծառայի։ Մի քանի շաբաթ անց, երբ մթնոլորտը զգալիորեն մեղմացել էր, Վարդանը զգաց, որ եկել է վճռական գործողությունների պահը։ Նա այլևս չէր հենվելու հրապարակային կոչերի կամ ճնշման վրա։ Նա որոշեց կառուցել այն կամուրջը, որի մասին խոսել էր Տեր Հովհաննեսը։ Նա նախ մոտեցավ Արթուրին. «Արթուր ջան, կարող ենք մի քանի րոպե խոսել, բայց ոչ թե ցանկապատի, այլ քո մասին», հանգիստ ասաց նա։ Արթուրը, ով արդեն այլ կերպ էր վերաբերվում Վարդանին, համաձայնեց։ Նրանք նստեցին խանութի մոտ գտնվող նստարանին։ «Ես տեսնում եմ, թե որքան լարված ես այս ամիսներին», սկսեց Վարդանը։ «Այս փոքրիկ խանութը քո ընտանիքի հացն է, և ես հասկանում եմ քո անհանգստությունը, որ ցանկացած փոփոխություն կարող է վնասել քո գործին։ Պատմիր ինձ, ի՞նչն է քեզ ամենաշատ անհանգստացնում»։ Վարդանը չմեղադրեց, չքննադատեց, նա պարզապես լսեց։ Արթուրը, զգալով անկեղծ հետաքրքրությունը, սկսեց խոսել։ Նա խոսեց ոչ թե հողի սանտիմետրերի, այլ իր վախերի, իր ֆինանսական դժվարությունների, անարդարության զգացման մասին։ Վարդանը համբերատար լսում էր, գլխով անելով։ Հաջորդ օրը նա նույն կերպ մոտեցավ Գայանեին, երբ նա երեխաների հետ բակում էր։ «Գայանե ջան, ուզում եմ ներողություն խնդրել, որ այն օրը քեզ անհարմար դրության մեջ դրեցի։ Ես չէի հասկանում քո ցավը»։ Գայանեն ապշեց այս խոսքերից։
Ես տեսնում եմ, թե ինչքան ես անհանգստանում քո երեխաների անվտանգության և հանգստության համար։ Դու ուզում ես նրանց համար ստեղծել մի գեղեցիկ ու խաղաղ անկյուն, դա ցանկացած մոր երազանքն է։ Գայանեի աչքերը լցվեցին, առաջին անգամ ինչ-որ մեկը ոչ թե դատում էր իրեն, այլ փորձում էր հասկանալ։ Նա ևս սկսեց խոսել իր վիրավորանքի, իր մենակության զգացման, իր մտահոգությունների մասին։ Երբ Վարդանը զգաց, որ երկու կողմերի սրտերն էլ փափկել են, նա առաջարկեց. «Գիտեք, Տեր Հովհաննեսն առաջարկում է, որ երեքով դու, Արթուրը և ես մի բաժակ սուրճ խմենք իր հետ եկեղեցու գրասենյակում, ոչ թե դատաստանի համար, այլ պարզապես զրուցելու, որպես նույն համայնքի անդամներ»։ Երկար տատանումներից հետո երկուսն էլ համաձայնեցին։ Հանդիպումը տեղի ունեցավ Սուրբ Աստվածածին եկեղեցու գրասենյակում։ Սենյակը հանգիստ էր ու լուսավոր։ Պատերին կախված էին Էջմիածնի Մայր տաճարի և Խորվիրապի նկարները, իսկ գրապահարանում շարված էին հայ եկեղեցու հայրերի, Գրիգոր Տաթևացու, Ներսես Շնորհալու աշխատությունները։ Օդում խունքի թույլ բույր էր զգացվում։ Տեր Հովհաննեսը նրանց նստեցրեց կլոր սեղանի շուրջ, խուսափելով այնպիսի դասավորությունից, որը կողմերին կդարձներ հակառակորդներ։ Սկզբում լռություն էր։ Արթուրն ու Գայանեն նայում էին իրենց առջև դրված սուրճի բաժակներին, խուսափելով միմյանց հայացքներից։ Տեր Հովհաննեսը սկսեց ոչ թե հարցաքննությամբ, այլ աղոթքով. «Տեր մեր Հիսուս Քրիստոս, դու, որ ասացիր, ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, ես այնտեղ նրանց մեջ եմ, այսօր ներկա եղիր մեր մեջ։ Լուսավորիր մեր մտքերը և փափկեցրու մեր սրտերը, որպեսզի կարողանանք տեսնել ոչ թե միմյանց սխալները, այլ միմյանց մեջ քո պատկերը։ Ամեն»։ Այնուհետև նա դիմեց նրանց մեղմ ձայնով. «Սիրելիներ, մենք այստեղ չենք հավաքվել դատավորներ գտնելու կամ մեղավորներ նշանակելու, այդ գործը Աստծունն է։ Մենք այստեղ ենք փորձելու հասկանալ միմյանց ցավը։ Արթուր, եղբայր իմ, խնդրում եմ, պատմիր ոչ թե այն մասին, թե ով ինչ արեց, այլ այն մասին, թե դու ինչ զգացիր»։ Արթուրը մի պահ տատանվեց, հետո խորը շունչ քաշեց ու սկսեց խոսել։ Նրա ձայնը սկզբում դողում էր. «Տեր հայր, ես ինձ անարգված զգացի։ Այս խանութը ես քրտինքով եմ ստեղծել, ամեն լումա հաշված է։ Երբ տեսա այդ ցանկապատը, ինձ թվաց, թե իմ աշխատանքը, իմ տեղը չեն հարգում։ Ինձ թվաց, թե ասում են դու այստեղ ավելորդ ես։ Հետո այդ գրությունը ցուցափելկիս վրա, դա ինձ համար հարված էր ոչ թե գրպանիս, այլ արժանապատվությանս»։ Նա խոսում էր, իսկ Գայանեն լսում էր։ Առաջին անգամ նա լսում էր ոչ թե գոռգոռացող հարևանին, այլ վիրավորված տղամարդուն։ Հետո Տեր Հովհաննեսը դիմեց Գայանեին. «Գայանե, քույր իմ, իսկ դու ինչ զգացիր»։ Գայանեի աչքերից արցունքներ գլորվեցին։ «Ես ինձ անպաշտպան զգացի։ Ես ընդամենը ուզում էի մի փոքրիկ անվտանգ տեղ իմ երեխաների համար, որտեղ նրանք կարող են խաղալ առանց մեքենաներից վախենալու։ Երբ Արթուրը սկսեց գոռալ ինձ վրա բոլորի ներկայությամբ, ես ինձ նվաստացած զգացի։ Ինձ թվաց, թե իմ մայրական հոգատարությունը ոչ ոք չի հասկանում, որ ինձ համարում են հողագարունձ մի կին։ Իսկ երբ իմ ծաղիկների վրա աղբ թափեցին, իմ սիրտը կտոր-կտոր եղավ»։ Սենյակում լռություն տիրեց։ Այժմ նրանք լսել էին ոչ թե մեղադրանքներ, այլ միմյանց ցավի խոստովանությունը։ Վարդանը, ով մինչ այդ լուռ նստած էր, խոսեց. «Ես եմ մեղավոր երկուսիդ առաջ։ Ես փորձեցի ձեզ հաշտեցնել ուժով, չհասկանալով ձեր վերքերի խորությունը։ Խնդրում եմ, ներեք ինձ»։ Վարդանի խոնարհությունը վերջնականապես կոտրեց սառույցը։ Արթուրը նայեց Գայանեին, և նրա հայացքում այլևս զայրույթ չտար, այլ զղջում։ «Գայանե, ներիր ինձ իմ կոշտ խոսքերի համար, ես չպետք է քեզ վրա բղավեի»։ Գայանեն սրբեց արցունքները։ «Ես էլ եմ մեղավոր, Արթուր, ես պետք է քեզ հետ խորհրդակցեի ցանկապատը դնելուց առաջ, ներիր ինձ»։ Տեր Հովհաննեսը ժպտաց. «Տեսնում եք, թե ինչպես է ներողությունը բուժում։ Այժմ, երբ սրտերը խաղաղվել են, եկեք մտածենք ցանկապատի մասին։ Ինչպես կարող ենք այնպես անել, որ և Արթուրի հաճախորդները տեղ ունենան, և Գայանեի երեխաները անվտանգ խաղալու վայր»։ Եվ հանկարծ այն խնդիրը, որը թվում էր անլուծելի, գտավ իր պարզ լուծումը։ Արթուրն առաջարկեց ցանկապատը մի փոքր հետ տանել, բայց ոչ ամբողջությամբ քանդել, իսկ ինքը կօգնի Գայանեին ցանկապատի երկայնքով գեղեցիկ ծաղկանոց սարքել։ Գայանեն ուրախությամբ համաձայնեց։ Խաղաղությունը ոչ թե պարտադրվեց, այլ ծնվեց փոխադարձ հասկացողությունից և ներումից։
Հաջորդ շաբաթ օրը բակի բնակիչները ականատես եղան մի անհավանական տեսարանի։ Արթուրը եւ Գայանեի ամուսինը Տիգրանը միասին ծիծաղելով ու կատակելով տեղափոխում էին մետաղյա ցանկապատի սյուները։ Թշնամանքի տեսանելի խորհրդանիշը ցանկապատը վերածվում էր համագործակցության եւ հաշտության խորհրդանիշի։ Գայանեն նրանց համար սուրճ էր բերել, իսկ նրա երեխաները ուրախ վազվզում էին շուրջը։ Վարդանը մոտեցավ նրանց, ձեռքին մի քանի վարդի տնկի։ «Այս էլ իմ փոքրիկ նպաստը ձեր նոր ծաղկանոցին», ժպտալով ասաց նա։ Արթուրը սրտանց ծիծաղեց. «Վարդան պապի, դուք ոչ թե ծաղիկներ, այլ խաղաղություն եք տնկում մեր բակում»։ Այդ պահին բոլորը հասկացան, որ Քրիստոսի իմաստությունը հաղթել է։ Հաղթել է ոչ թե ուժով կամ ճնշմամբ, այլ խոնարհությամբ, ծառայությամբ եւ ներումով։ Հակամարտությունը լուծվեց ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ վեկը զիջեց, այլ որովհետև երկու կողմերն էլ հասկացան, որ հարևանական սերն ու համայնքի խաղաղությունը անհամեմատ ավելի թանկ են, քան մի քանի սանտիմետր հողը։ Բակի մթնոլորտը փոխվել էր։ Մարդիկ նորից սկսել էին ժպտալ միմյանց, երեխաները կրկին միասին էին խաղում։ Վարդանի համբերատար, քրիստոնեական սիրով լի գործողությունները բերել էին իրենց պտուղները։ Նա ոչ թե պարզապես լուծել էր մի վեճ, այլ բուժել էր համայնքի վերքը։ Համայնքը ոչ թե պարզապես վերադարձել էր իր նախկին վիճակին, այլ դարձել էր ավելի ամուր, ավելի միասնական, քանի որ նրանք միասին հաղթահարել էին փորձությունը, առաջնորդվելով Քրիստոսի իմաստությամբ։ Վարդանը, ով սկզբում իրեն զգում էր անզոր երեց, այժմ իր համայնքի աչքում իսկական ակսակալ էր։ Իմաստուն խաղաղարար, ով ցույց տվեց, որ Քրիստոսի խորհուրդները ոչ թե գեղեցիկ խոսքեր են, այլ կյանք փոխող զորություն։ Մի քանի ամիս անց, Սուրբ Ծննդյան տոներին, բակի բնակիչները որոշեցին միասին նշել տոնը։ Արթուրն իր խանութից հյութեր ու քաղցրավենիք բերեց, Գայանեն իր թխած հայտնի գաթան։ Վարդանը կանգնած էր իր պատշգամբում եւ նայում էր ներքևում հավաքված ուրախ մարդկանց։ Նրա սիրտը լցված էր խաղաղությամբ եւ երախտագիտությամբ։ Նա հասկացել էր, որ Աստծո որդի կոչվելու երանությունը ոչ թե տիտղոս է, այլ Աստծո սիրո եւ խաղաղության գործիքը լինելու բերքրանք։ Նա տեսավ, թե ինչպես է Արթուրի աղջիկը ծաղիկ նվիրում Գայանեին եւ հասկացավ, որ խաղաղության սերմերը տվել են ամենագեղեցիկ ծիլերը՝ սիրո եւ միասնության տեսքով։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, Վարդանի պատմությունը ցույց է տալիս, որ խաղաղարար լինելը հեշտ ճանապարհ չէ, բայց դա միակ ճանապարհն է, որը տանում է դեպի իսկական ուրախություն եւ համայնքային միասնություն։ Կիսվեք մեկնաբանություններում, թե ինչպես կկիրառեիք Հիսուսի այս խորհուրդը ձեր կյանքում, լինի դա ընտանիքում, աշխատավայրում, թե հարևանների հետ հարաբերություններում։ Ինչ քայլեր կարող եք անել այսօր դառնալու այն կամուրջը, որը միացնում է մարդկանց սրտերը։ Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք,